համար 3։ Այո։ Շենգավիթում կտայք, ինչպեսի տրամադրված։ Ուժեղ Հայաստանը միշտ ուժեղ ալնում։ Տրամադրությունը ուժեղ, ամեն ինչը բարձր մակարդակով։ Վստահ եք, որ ուժեղ Հայաստանը Միանշանակ վստահ եմ, ուրիշ տարբերակ մենք չունենք, չենք էլ ունենա։ Մենք ունենք Սամվել Կարապետյան, որը շուտով դառնալու է մեր երկրի վարչապետը, որը չի թողի, որ թուրքը մտնի Հայաստան, որովհետև մենք հայ ենք, մենք սիրում ենք մեր հայերին, ու մենք չենք թողնի, որ հայը թուրքը գա, ու մեր հրապարակում թուրքը քայլի։ Տենց բան չի լինելու։ Այս հրապարակը հայինն է, ու լինելու է հային։ Ոչ մի թուրք ստե չի մտնելու։ Այո։ բայց իշխանությունը ներկայացնում է, ասում է այդպիսի բան չկա սա։ Էսի անցյալ իշխանությունն է, իսկ մեզ սպասում է ապագա իշխանությունը։ Ապագա իշխանության ղեկավար մեր Սամվել Կարապետյանն է։ Իսկ այդ վստահությունը որտեղ է հաստատվում։ Որ տենում ես մարդու արածները, իր ստեղծածները, ոնց է վերաբերու իր հային, իր հայրենասիրությունը, դու ավտոմատ քեզ պետք չի կաշառ, քեզ պետք չի ոչինչ բան, որ դու գաս այդ մարդու կողը կանես։ Դա հայի մեր մեջ արդեն տպավորվել է, որ մենք պետք է կաշառքով գանք։ Չէ, հայը պետք է ընտրի իր ապագան։ Մենք ստեղ հավաքվել ենք մեր ապագայի համար։ Ես երբեք չեմ ասում, որ եթե մեկը ընտրում է Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի, դաժե մարդիկ կան, որ Նիկոլ Փաշինյանին էլ են ընտրում, քիչ բաց կան, ոչինչ։ Ես իրանց վատ բան չեմ ասում, ընտրությունները կավարտի, մարդը կմնա մարդ։ Մենք սաղս հայ ենք, մենք սաղս սաղի իրար պետք է սիրենք։ Ես հայասեր եմ, ես իմ ազգիս համար արել եմ, անում եմ ու կանեմ ինչը վերջ։